բնակարան ու ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում ինչ եք ներխուժել։ Բերման են ենթարկել Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում դատարան ներկայացնելու համար։ Գորիսի տարբեր հատվածներում գայլերը արձակվել են մարդկանց վրա։ Տուժել է 6 քաղաքացի, որոնց թվում կա 2 տարեկան երեխա։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել է, որ մեկ հիվանդի վիճակը ծանր է, իսկ մյուս 5-ը թեթև կամ միջին ծանրության։ Այս գիշեր Երևան ժամանած ուղևորները օդանավակայանում անձնագրային հսկողության հսկիչ կետերն անցնելու իրենց հերթին են սպասել մոտ 3 ժամ։ Խցանումն առաջացել է այն պատճառով, որ Զվարթնոցը գրեթե միաժամանակ 5 չվերթ է իրականացրել։ Դիվանագիտական սկանդալ է հասունանում Հայաստանի շուրջ։ Ռուսաստանի առաջին ալիքի պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Ներկայացել իբր խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։ Փաշինյանի անունից ասել են զանգահարող պրանկերները։ Ի պատասխան Սինիր Լիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով։ Միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարող է դա անել։ Կարող է փոխել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, եւ մենք կարող ենք փոխել կրոնը, եւ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այդ դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը։ Хорошо, я сделаю все возможное. Ասել է պրանկերը։ Ի պատասխան գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի։ Այս միջադեպն ավելի է սրում իրավիճակը հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ավելի վաղ հնչեցրած մտահոգությունները։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելի եւ Արևմուտքի վերջնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա դարավոր հոգեվոր կապերի լիակատար խզումն է։ Ստեղծված իրավիճակը կարող է լուրջ դիվանագիտական հետևանքներ ունենալ, քանի որ միջազգային կառույցի պաշտոնյան հայտնվել է երկրի ներքին հոգեվոր քաղաքական գործընթացներին միջամտելու պատրաստակամություն հայտնելու թակարդում։ Կենտրոնական ընտրական անձնաժողովը հուլիսի 8-ին նիստում որոշել է գլխավոր դատախազություն վերադարձնել падգամավորի մի շարք թեկնածուների քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները։ Այս հարցումները վերաբերում են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ Ուժեղ Հայաստան դաշինքի 5 անդամների։ ԿԸՀ դիմումի քննությունը ձգձգել է աշխատանքային ծանրաբեռնվածության եւ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման պատճառաբանությամբ։ Ընտրական օրենսգրքով սահմանված թեկնածուների հատուկ կարգավիճակն ու անձեռնամխելիությունն արդեն իսկ ավարտվել են հուլիսի 4-ին։ Հետևաբար հանձնաժողովն այժմ իրավասու չէ համաձայնություն տալու կարգավիճակը կորցրած անձանց կալանավորման կամ նրանց նկատմամբ հետապնդում սկսելուն։ ԿԸՀ-ն սեփական անգործությամբ պարզապես սպասել է լիազորությունների ժամկետի լրանալուն, խուսափելով իրավական պատասխանատվություն ստանձնելուց։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանրային աջակցություն է հայտնել իրավական ու քաղաքական զարգացումների կենտրոնում հայտնված Գագիկ Ծառուկյանին։ Մարզուհին այս քայլով արձագանքել է վերջին օրերին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող աղմկահարույց իրադարձություններին։ Նա անթույլատրելի է համարել մարդու արժանապատվության հնարավոր ոտնահարումը։ Ավդալյանն իր մարդկային զորակցությունն է հղել նաև Ռոզա Ծառուկյանին եւ նրա ընտանիքին, մաղթելով ուժ եւ տոկունություն։ Նա հույս է հայտնել, որ ստեղծված կնճռոտ իրավիճակը կստանա արագ ու խաղաղ հանգուցալուծում։ ԱՄՆ-ն այս գիշեր ընդլայնել է Իրանի դեմ հարվածների մասշտաբները, հարձակվելով ռադարների եւ հակաօդային պաշտպանության միջոցների վրա, հայտնել է Axios գործակալությունը։ Պայթյուններ են որոտացել Պարսից ծոցի Ջասկ քաղաքում եւ Աբու Մուսա կղզում։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են նաեւ, որ հարվածներ են եղել Բուշեր ատոմակայանի շրջանում։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր գրում են հրդեհների բազմաթիվ օջախների եւ էլեկտրամատակարարման խափանումների մասին։ Իրանի Բուշեր քաղաքում 2 արկ է ընկել ռազմական բազայի վրա, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ 10 պայթյուն է լսվել Չաբահարում եւ Կոնարակում։ Ամերիկյան արկերի բեկորներն ընկել են Չաբահար քաղաքի հիվանդանոցի շենքի վրա, հայտնել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Ըստ նախնական տեղեկությունների, խոցված թիրախներից մեկը եղել է ԻՀՊԿ-ի Իմամ Ալիի անվան ռազմակայանը։ Իրանն առաջիկայում լայնածավալ պատասխանատվություն է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածներ հասցնելու համար։ Այդ կապակցությամբ Քուվեյթում, Բահրեյնում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում արդեն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս հայտարարությունից շատ չանցած Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան ռազմական օբյեկտներին ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ սրանով հարվածները դեռևս սկսվում են։ Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը։
ittifakın Էրդողանը նաև նշել է, որ միաժամանակ շարունակում են օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։ Ռուսաստանի կառավարությունն ամբողջությամբ արգելել է դիզելային վառելիքի արտահանումը երկրից։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի այս հայտարարությունը փաստում է ներքին շուկայում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։ Արդեն հուլիսին վառելիքով հարուստ այս տերությունը ստիպված կլինի նավթամթերք ներմուծել արտերկրից։ Սպառման ծավալները 1/3-ով անսպասելի աճել են, լուրջ խնդիրներ ստեղծելով բենզալցակայանների համար։ Պակասուրտը փակելու նպատակով իշխանությունները նույնիսկ հետաձգել են վերամշակող գործարանների պլանային նորոգումները։ Թեև Մոսկվան հավաստիացնում է, որ վիճակը կայուն է, սակայն ոլորտի մարտահրավերները դեռևս հեռու են լուծված լինելուց։ Դոնալդ Թրամփը հանդիպել է Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հետ եւ բարձր գնահատել նրա ջանքերը երկրի միավորման հարցում։ Սպիտակ տան ղեկավարն Ալ-Շարային անվանել է ուժեղ առաջնորդ եւ հավանական համարել Սիրիան ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից հանելու հեռանկարը։ Այս հայտարարություններին զուգահեռ Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սիրիական պատվիրակությունը բանակցել է նաեւ ԱՄՆ կոնգրեսի անդամների եւ հատուկ բանագնացի հետ։